Մերձավոր արևելքում, եթե վերադառնանք, կար դեռ չլուծված, ասենք արևմուտքի տեսանկյունից Իրանի հարց եւ կա դեռ չլուծված Թուրքիայի հարց։ Այսինքն այնպես էլ չի, որ Էրդողանը, որ այսպես ոնց ասած կնքահոր նման շրջում է, էս է անում, խորհուրդներ է տալիս եւ այլն, կոպիտ ասած բան է անում, թե ինքը ինչպես է Իսրայել քննադատում, ինչպես է հարցերը լուծում, Թուրքիայում դեռ այդ զարգացման ընթացքում այնպիսի ականներ կարող են պայթել, թե Միացյալ Նահանգների կողմից ի դեպ եւ թե Ռուսաստանի եւ թե Իրանի, որ Էրդողանն էլ լինելով փորձված քաղաքագետ շատ լավ հասկանում է, որ իրենց դեմ կանգնած են նույն ձևի շատ հզոր մարտահրավերներ։ Քրդական հարցը փակված չի, թուրք-ուկրաինական, թուրք-ռուսական, այսինքն Ուկրաինայի կտրվածքով այդ հարաբերությունները, պետք չի նաև որ Պուտինը եւ Էրդողանը իրար այդ տեսակ ջերմ բան են անում, նրանք շատ լավ գիտեն ով ինչ է ուզում։